Ղուկասու ավետարան գլուխ 21-րդ Եվ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թե գեղեցիկ քարերով և աշտարակներով է զարդարված, նա ասաց. այդ բոլորը, որ տեսնում եք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնվի քար քարի վրա, որ չքանդվի։ Հարցրին նրան և ասացին. վարդապետ, երբ կլինի այդ, և ինչ կլինի նշանը, երբ այդ պատահելու լինի։ Եվ նա ասեց. զգույշ կացեք, չխաբվեք, որովհետև շատերը պիտի գան իմ անունով ու պիտի ասեն, թե ես եմ Քրիստոսը, և թե ժամանակը մոտեցավ, նրանց հետևից չգնաք։ Եվ երբ լսեք պատերազմների և խռովությունների մասին, չզարհուրեք, որովհետև պետք է, որ նախ այդ բաները պատահեն, բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու։ Այն ժամանակ ասաց նրանց. ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն թագավորության դեմ։ Եվ մեծ երկրաշարժեր ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն, պիտի լինեն արհավիրքներ և մեծամեծ նշաններ երկնքից, բայց այս բոլորից առաջ ձեր վրա ձեռք պիտի դնեն և պիտի հալածեն, ժողովարանների և բանտերի պիտի մատնեն ձեզ և կուսակալների ու թագավորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անվան համար, և ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայության։ Արդ ձեր մտքում դրեք սա, նախօրոք մի մտահոգվեք պատասխան տալու համար, որովհետև ես ձեզ կտամ բերան և իմաստություն, որին չեն կարողանա հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Դուք պիտի մատնվեք և ծնողներից, և եղբայրներից, և ազգականներից, և բարեկամներից, և ձեզնից ոմանց պիտի սպանեն, և պիտի ատվեք բոլորից իմ անվան համար։ Բայց ձեր գլխից մի մաս անգամ չպիտի կորչի, և ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները։ Բայց երբ տեսնեք Երուսաղեմը շրջապատված զորքերով, այն ժամանակ իմացեք, որ նրա ավերումը մոտ է։ Այն ժամանակ նրանք, որ հրեաստանում են, թող փախչեն լեռները, և նրանք, որ Երուսաղեմի մեջ են, թող խույս տան, իսկ նրանք, որ գավառներում են, թող քաղաք չմտնեն, որովհետև դրանք վրեժխնդրության օրեր են, որպեսզի կատարվեն բոլոր գրվածները։ Բայց այն օրերին վայ հղիներին և ստընտուներին, որովհետև մեծ տագնապ պիտի լինի երկրի վրա և բարկություն այս ժողովրդի հանդեպ։ Նրանք սրի պիտի քաշվեն, գերի պիտի տարվեն բոլոր հեթանոսներից, և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչև որ լռանան հեթանոսների ժամանակները։ Եվ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Եվ երկրի վրա պիտի լինի հեթանոսների տագնապ, ծովի և խռովության նման ահեղ ձայնի պատճառով։ Աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն։ Եվ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու որդուն եկած ամպերի վրա զորությամբ և մեծ փառքով։ Եվ երբ սկսվի այդ բանը, վեր կացեք և ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև մոտ է ձեր փրկությունը։ Եվ նրանց ասաց մի առակ. նայեցեք թզենուն և ամեն մի ծառի։ Երբ իրենց բողբոջը ցույց են տալիս, տեսնում եք այն և դրանից իմանում եք, որ մոտ է ամառը։ Նույնպես և դուք, երբ տեսնեք այս բոլորը կատարված, իմացեք, որ Աստծու արքայությունը մոտ է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի։ Երկինքը և երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Զգույշ եղեք ինքներդ ձեզնից։ Գուցե ձեր սրտերը ծանրանան զեղությամբ և հարբեցողությամբ, և աշխարհիկ հոգսերով, և հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը, որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։ Արթուն կացեք, այսուհետև ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու որդու առաջ։ Երբ ցերեկը ուսուցանում էր տաճարի մեջ, իսկ գիշերները ելնում էր մնում այն լեռան վրա, որ կոչվում էր Ձիթենյաց, և ամբողջ ժողովուրդը առավոտները վաղ շտապում էր նրա մոտ տաճարում նրան լսելու համար։